Կառավարությունն ընդունել է ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ որոշումը։ 623,353 անձի կենսաթոշակը կբարձրանա 10,000 դրամով, մնացած 39,594 քաղաքացու համար մոտ 8,500 դրամով։ Նրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացողներն են, որոնց կենսաթոշակը միջինում 95,000 դրամ է։ Նախատեսված է բարձրացում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նրանց տրվող նպաստը կբարձրանա 10,000 դրամով։ Կարծես թե տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, քանի որ քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը, կառավարության ճեպազրույցում ասել է վարչապետը։ Օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար եւ ուրախ են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առևտրաշրջանառություն է ձևավորվում։ Հույս ունենամ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլ նաեւ Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Կառավարության որոշմամբ պահոստային ֆոնդից ավելի քան 4 միլիոն դրամ կհատկացվի Պաշտպանության նախարարությանը 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Աբի Գարամի Մարգարյանի բուժման շարունակությունը Մոսկվայում անհապաղ ապահովելու նպատակով։ Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Պետության ղեկավարը նշել է, որ այս իրավիճակի հետ կապված անվտանգության խորհրդի համակարգում դեռ 1 տարի առաջ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը աշխատում է ամենօրյա ռեժիմով։ Արշակ Խաչատրյանը կալանքից ազատ է արձակվել։